Մասնագիտական կողմնորոշում նախագծի շրջանակներում այս անգամ 10-րդցիների հյուրն էր երիտասարդ բժիշկ նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ավետիս Ավետիսյանը։ Հետաքրքիր էր, որ Ավետիսը նախընտրեց առաջին հերթին խոսել տարբեր հարցերի շուրջ։ Կեսկատակ, կեսուրջ նա փորձում էր կոնտակտի դուրս գալ լսարանի հետ, ինչը կամաց հաջողվեց։ Ես չգիտեմ մենք ինչից պետք է խոսենք, բայց դա հետաքրքիր, պատկերացրեք հայտնվել եք միտեղ, որտեղ մենակ գիտեք ով է լսարանը, չգիտեք ինչից պետք է խոսեք, ինչ եք անում առաջին հերթին ծանոթանում եք։ Մարդկանց մեծ մասը վախենում է նոր բան անելուց եւ միշտ ցտում է անդադ նույն բանը անել։ Մեկ ինքը իրան համոզում է, որ այդ լավ է, որ ես ամբողջ կյանքս նվիրել եմ, բայց այդպես քիչ է նվիրալնի։ Ավելի շատ մարդկանց մեծ մասը մնում է նույն պոզիցիային, նույն գործին, որովհետեւ վախենում է ավելին անել։ Իսկ այդ վախը կորստի նկատմամբ եւ անհայտի նկատմամբ վախն է եւ քայլ անելու դեպքում մերժված լինելու վախն է։ Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր մտածել են երբևէ ինչ-որ բան անեն, բայց մտածել են, որ մերժում կստանան ու չեն արել։ Տղեր։ Մի քանի խոսք մեր հյուրի մասին։ Ավետիս Ավետիսյանը ծնվել է Երևանում։ Երբ մի անգամ հարցրեցի, թե ինչպիսին էր նրա մանկության Երևանը, նա պատասխանեց. Միշտ երբ որ խոսում են իմ մանկությունից, ինձ մոտ դա ասոցացվում է մի հոտով, սպეციფიկ։ Դա գիտեք, որ հոտն է, ես նույնիսկ կարող եմ հիշել, թե դա աշնան կողմ է, երբ որ ես ընդհանրենք տակ բաճկոնս հագնում է, մայրիկս ասում է. «Այ տղա ջան, ցուրտ է, քամի է, եղանակն անորոշ է, դե Երևանում աշունը հիմա էլ, չէ, առավոտյան այլ եղանակ է, երեկոյան»։ Երևանը ինձ մոտ իմ մանկության ասոցացվում է, երբ որ ես տանից դուրս էի գալիս եւ այդ աշնանային քամին դիպչում էր իմ երեսին եւ սպეციფიկ ծառերի, բույսերի հոտ կար։ Բակի, հայաթի հոտ։ Իմ մանկության Երևանն ասոցացվում է ինձ մոտ Էրեբունի սարով, կենտրոնով, ասոցացվում է Բարդիների խշշոցով։ Երբ որ մայրիկիս հետ գնում ենք երաժշտական դպրոց կամ ինչ-որ միտեղ, շատ ավելի եմ սիրում Երևանը, նույնիսկ միշտ երազել եմ ապրել ձեր Երևանում, ձեր մանկության Երևանում, որովհետև տարեցտարի համոզվում եմ, որ այս Երևանը կարծում եմ, որ կորցնում է եւ ավելի գլոբալիզացվում է, այսպես փոխում է իր կոլորիտը, դա երևի նորմալ process է, աշխարհի բոլոր մայրաքաղաքները ենթարկվել են եւ ենթարկվում են այդ տրանսֆորմացիաներին, բայց մեր Երևանը ինձ մոտ ասոցացվում է Չեբուրեկիի տաք կարկանդակների իմ մանկության ու միշտ երազում եմ ավելի 60-ականների, 70-ականների իրականում ձեր երիտասարդության, ձեր պատանեկության։ Ժամանակ Չեբուրեկը չէ, մեր պոնչիկներն են, պոնչիկանոցի, պիշկիները եւ դե փաստորեն մեծ պատիվ էր այդ հարցին պատասխանելը, որովհետեւ երևանցի տղա հասկացողություն կա, չէ՞, երևի դուք երևանցիների արժանի երևանցիների հազվագյուտ այդ փակ երևի 10-15 հոգու մեջ եք էլի ես իմ պատկերացրած։ Եվ իմ մանկության Երևանը ասոցացվում է նաև ձեր հետ։ Մանկուց անգամ չէր պատկերացնում, որ կարող էր բժիշկ դառնալ։ Երազում էր հնագետի մասնագիտության մասին եւ իհարկե դրան առաջին հերթին նպաստում էր Էրեբունի ամրոցի հարևանությամբ բնակվելը։ Սակայն ծնողները այլ պայման դրեցին։ 8-րդ դասարանից հետո նրա եւ քրոջ առջև դրվեց հարց իրավաբան կամ բժիշկ։ Եվ այդպես ընտրվեց բժշկի մասնագիտությունը, որն ի դեպ Ավետիսի մոր ճիրականացված երազանքն էր։ Որոշվեց եւ նա 15 տարեկանում արդեն Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող էր եւ սկսվեց բուռն ուսանողական կյանքը լի զանազան անակնկալներով։ Դարձավ ուսանողական խորհրդի ֆակուլտետի քարտուղարը, հետո փոխնախագահը, ակտիվ այցելել է տարբեր գեղարվեստական խմբակներ, նույնիսկ Ծիածան թատերախմբում հանդես է եկել Հիսուսի դերում։ 4-րդ կուրսից սիրահարվեց նյարդաբանությանը եւ սկսեց լուրջ սովորել։ Նույնիսկ թիվ 2 բուժմիավորումում սկսեց հերթապահել, կարևորելով պրակտիկան։ Իր նյարդաբան դառնալու հարցում շնորհակալ է իր ուսուցչին, նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանին։
Եկավ ժամանակը զորակոչվելու։ Որպես այդ շրջանի միակ նյարդաբան բժիշկ, նրան նշանակեցին Ստեփանակերտի հոսպիտալ, ուր նա ծառայեց եւ աշխատեց 3 տարի։ Թույլ տվեք ելույթս ավարտել Թեոդոր Ռուզվելտի խոսքերով. Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա։ Շնորհակալություն։ Ավելին, նույնիսկ նրա ընտանիքը, կինը եւ 3 զավակները տեղափոխվեցին Արցախ եւ կինը Մելինեն, որ մասնագիտությամբ էնդոկրինոլոգ է, նույնպես անցավ ծառայության հոսպիտալում։ Իսկ ապրում էին 5-ով մեկ սենյականոց բնակարանում Վարչով։ Երբ 2 տարին լրացավ, իր իսկ խնդրանքով ավելացավ եւս 1 տարի։ Այդ ընթացքում բացի ծառայությունից հասցրեց մի պահ գալ Երևան եւ այստեղ պաշտպանել տեխնացուական ատենախոզությունը։ Բացի բժիշկ լինելուց Ավետիսը իրեն դրսևորեց նաև հեռուստատեսությունում, վարելով բժշկական հեղինակային հաղորդումներ, այն տարիների հայկական 3-րդ հեռուստաընկերությունում, ապա առաջին ալիքում եւ Նուր հեռուստաընկերություններում։ Հանուն առողջության, առողջ առավոտ եւ այլն։ Զբաղեցրել էր նաև ադմինիստրատիվ պաշտոններ։ Եղել է Քանաքեր Զեյթուն բժշկական կենտրոնի տնօրեն, ապա Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն, իսկ այսօր աշխատում է Vita Longa բժշկական կենտրոնում որպես նյարդաբան։ Եվ հենց Քանաքեր Զեյթուն բժշկական կենտրոնում է իրականացրել իր երազանքը ստեղծելով ցավի բժշկության կենտրոն, որը հետագայում վերածվեց ցավի բժշկության ազգային ասոցիացիայի։ Հանդիսանում է նաև Եվրոպական ցավի ֆեդերացիայի հայկական բաժանմունքի նախագահ եւ խորհրդի անդամ, ինչպես նաև ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի նախագահ։ Առ այսօր Հայաստանի ազգային ասոցիացիան 2024 եւ 2025 թվականներին Հայաստանում անցկացրել 2 խոշոր միջազգային համագումար եւ էքսպո։ Դերմանկուց Ավետիսը գրել է, բայց ավելի լուրջ այդ գործունեությամբ սկսեց զբաղվել Արցախում, ուր գրեց մոտ 700 չափածուներ։ Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս, այս գիրքը ի դեպ թարգմանվեց մի քանի լեզվով։ Ապա հետագայում 13-օրում գրեց երկրորդ գիրքը, որն անվանեց Կատարողից ղեկավար կամ 30+3 կանգառ։ Տասներորդիների հետ հանդիպման ժամանակ կարևորագույն քննարկվող հարցերից էր գիրքը։ Այն հարցին, թե գիրք ով է սիրում կարդալ, ի սկզբանե պատասխանեց ընդամենը մեկ հոգի Լյուդմիլա Համբարձումյանը։ Իսկ այն հարցին, թե քանի գիրք է կարդացել Լյուդմիլան այս տարի, նա պատասխանեց 4։ Ես այս տարի կարդացել եմ 60 գիրք արդեն, եւ դա չեմ ավարտել բոլորը, եւ տարեկան միջին 60 գիրք եմ կարդում, եւ այլա տարի որ 120 եմ կարդացել, կախված իմ ժամանակը որտեղ եմ ծախսում։ Գիրքը մնում է այսօրվա դրությամբ միակ համակարգված պատմական ճշմարտությունը եւ դարավոր իմաստությունը մեզ փոխանցող ուղղությունը, ինչու ընթերցանությունը, որովհետև մեր զգայական համակարգերի մեջ տեսողությունը մեր տեղեկատվության նկատմամբ 80% եւ ավելին է ապահովում։ Շարունակենք ներկայացնել Ավետիսին։
Նա իր ընկերների հետ նախաձեռնել է բազմաթիվ բիզնես միջոցառումներ, որոնցից հարկ է նշել ջազ բիզնեսը, ուր ստենդափներով հանդես եկան մի շարք իրենց գործի երիտասարդ գիտակներ։ Ապա հանդես եկավ Լևոն Մալխասյանի հայտնի ջազ եռյակը։ Անհնար է թվարկել բոլոր միջոցառումները, որոնք նախաձեռնել է Ավետիս Ավետիսյանը։ Դրանով նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում։ Ավետիսը հրաշալի երգում է եւ ինքն էլ երգեր է գրում։ Երազիմ երկիր հայրենի հոգսերը շատ հույսդ մեծ կարկարով երկիր երազիմ երկիր հայրենի հոգսերը շատ հույսդ մեծ քարքարով երկիր ես մի բուրն եմ քո հողի ես մի ծիլն եմ քո արտի ես մի դերդն եմ քո ծաղկի հայրենի երկիր ես մի բուրն եմ քո հողի ես մի ծիլն եմ քո արտի ես մի դերդն եմ քո ծաղկի հայրենի Իդեպ նման բժիշկները կոչվում են տրուենդ։ Իսկ ինչ է դա։ Հիմա բացատրեմ։ Տրուենդ բժիշկ ում մասնագիտական կյանքը դուրս է գալիս բժշկությունից։ Նա ակտիվորեն ստեղծագործում է արվեստի, գրականության, երաժշտության, փիլիսոփայության կամ դիզայնի ոլորտներում, համատեղելով բժշկությունն ու ոգեշնչումը արտահայտման միասնական ամբողջական ձևով։ Նման մարդիկ հաճախ վերանայում են բժշկական պրակտիկան հումանիտար գիտությունների պրիզմայով եւ նրանց աշխատանքը կամուրջ է բժշկության եւ արվեստի միջև։ Հին հունական դիցաբանության մեջ Ապոլոնն օժտված էր գիտությունների եւ արվեստների հովանավորի, մուսաների, դաստիարակի եւ ասկլեպիոսի բժշկության աստծու համակված գործառույթներով։ Կլավդիոս Գալենը ծագումով ույն հին Հռոմի ամենահայտնի բժիշկներից եւ բնագետներից մեկը իր հանրակրթության մեջ տեսավ բժշկի իդեալը, որում երաժշտությանը հատուկ տեղ էր հատկացվում։ Աշխարհում հայտնի են շատ տրուենտներ։ Օրինակ, անվանի գրող արձակագիր Ռուբեն Սևակը, ով սովորել է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Գրող արձակագիր Ծերենցը Հովսեփ Շիշմանյանը նույնպես բժիշկ էր։ Բանաստեղծ Միքայել Նալբանդյանը սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկագիտության բաժնում։ Անտոն Չեխովի մասին բոլորին հայտնի է, որ նրա հիմնական մասնագիտությունը բժշկությունն էր։ Անգլիացի գրող եւ դրամատուրգ, դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը Ագաթա Քրիստին եղել է բուժքույր։ Կիևի համալսարանի բժշկական բաժինն է ավարտել անվանի գրող Միխայիլ Բուլգակովը։
2007 թվականին հիմնադրվել է բժիշկների համաշխարհային նվագախումբը Բերլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխի ղեկավարությամբ։ Իդեպ նվագախումբը 2010 թվականին բարեգործական համերգով հանդես եկավ Երևանում։ Ահա եւս մի հանճարեղ տրուենտ Վահան Անանյան, բացառիկ մի մարդ, ով համատեղում էր երկու մասնագիտություն՝ բժիշկ լոր վիրաբույժ եւ ջութակահար։ Աշխատում էր Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։ Հիվանդները բարձր էին գնահատում նրա ուշադրությունը եւ մասնագիտական մոտեցումը։ Նա իր բնակավարում համարվում էր աշխարհի լավագույն մասնագետներից մեկը։ Որպես ջութակահար նա մասնակցում էր երաժշտական միջոցառումների, համերգների, փառատոների։ Այսպիսով Վահան Անանյանը իր հետքն է թողել ինչպես բժշկության, այնպես էլ երաժշտության ոլորտում, համադրելով բարձր մասնագիտական հմտությունները բժշկի եւ երաժշտի արվեստի հետ։ Անվանի գերմանացի վիրաբույժ Թեոդոր Բիլրոյթի մոտ մանկուց ի հայտ է եկել երաժշտական տաղանդը։ Նույնիսկ Բրամսը նվիրել է Բիլրոյթին 2 լարային կվարտետ։ Նույն տաղանդներով էր օժտված նաև ռուս թերապևտ, կլինիկական բժշկագիտության ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Սերգեյ Բոտկինը։ Գեղանկարչությամբ զբաղվող բժիշկներից մեզանում հայտնի է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների եւ գրողների միության անդամ, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, անվանի վիրաբույժ Պավել Անանիկյանը։ Իսկ 2017 թվականին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել էր Արարում են բժիշկ գեղանկարիչ Արամ Շահվերդյանի կոլեգաները եւ զարմիկները խորագրով ցուցահանդես։ Արամ Շահվերդյանը հանրապետության վաստակավոր եւ վաստակաշատ բժիշկ է, բժշկական գիտությունների տեխնացու, դոցենտ։ 1936-ից 1937 թվականներին, այդ ծանր տարիներին, եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր։ Օրինակները շատ են, եւ անվանի տրուենտների գործը այսօր շարունակում են երիտասարդները։ Ինչպես ասում են, եթե մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Այդ ամենի կողքին լավ ընկեր է, հրաշալի զավակ, ամուսին եւ 3 արու զավակների հայր, որոնց համար կնոջ Մելինեի հետ չեն խնայում ոչինչ, որպեսզի տան իսկական հայեցի դաստիարակություն, կրթեն եւ զարգացնեն։ Իդեպ 3-ն էլ զբաղվում են երաժշտությամբ եւ փայլուն նվագում են։ Իսկ երեխաները իրենց հերթին անում են ամեն ինչ, որպեսզի արդարացնեն ծնողների սպասելիքները։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա հյուրը։ Բժիշկ, նյարդաբան, բժշկական գիտությունների տեխնացու, Ցավի բժշկության Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահ Ավետիս Ավետիսյանը։ Խնամքով ընտրեք այն մարդկանց, ում հետ դուք շփվում եք։ Միշտ բացասականին ցույց տվեք իր իրական տեղը։ Որովհետև երբ որ բացասականին իրական տեղը ցույց չես տալիս, բացասականը սկսում է փչացնել մյուսներին։ Ստեղծեք այն միջավայրը, որ բացասականը ինքն իրանով գնա իր ճահիճի մեջ նորից, հա, որտեղից որ եկել է, որտեղ մարդիկ միշտ ապրում են, չէ, իրենց ստեղծագործություններով, արարչականությամբ։ Տեսեք, դուք ընդամենը մի փոքրիկ շրջադարձ որ անեք, այս դպրոցի տարածքում Երևանի կենտրոնում կտեսնեք բազմաթիվ հուշաքարեր, որոնց վրա անվանի մարդկանց անուններ են գրված։ Այս տանը ապրել եւ ստեղծագործել է եւ այլն։ Սկսեք ճանաչել ձեզ եւ ձեր հարացույցը, սկսեք միշտ տարբերակել եւ ընտրել լուսավորը, որտեղ խավարը սահման չունի, իսկ լուսավորը միշտ սահման ունի։ Եվ դուք դարձեք այդ լույսը, որ մարդկանց կառաջնորդի, դուք դարձեք այդ փոփոխությունը, որ մարդկանց կառաջնորդի։ Որովհետև հետևությունը, որ կուզեի անեք, որպեսզի առողջ լինեք, մեծերին հարգեք։ Իսկապես հարգեք, ոչ թե ցույց տվեք իմիտացիա արեք, այլ հարգեք, որովհետև եթե դուք ձեր արմատները չեք հարգում, ձեր արմատները շատ շուտ չորանալու են, անպայման չորանալու են, իսկ մեծերը մեր արմատներն են։ Հանրային առողջապահության նկատմամբ եղեք ուշադիր, քաղաքի մաքրության, մյուսների միջավայրի, մյուսներին հարգելու, մյուսներին մարդակենտրոն լինելու, քաջ եղեք, մի վախեցեք չարին իր երեսին ցույց տալու, որ ինքը ոչ ոք է։ Այդ շատ կարևոր է։ Քանի որ մենք չունենք ընդհանուր խորագիր, ես լիքը սերմեր գցեցի ձեր այս դասարանի հողի մեջ, տարբեր
նշանակության, ձեզից է կախված այդ սերմերը երբ ու ոնց պտուղ կտան։ Իմ կյանքում նման հանդիպումները ինձ համար շատ վճռորոշ են եղել առանցքային ուղղություններում, եթե ես փախցրել եմ այդ սերմը, հոգացել եմ, խնամել եմ եւ հետո չիմանալով ինչ ա դառնալու, երբեմն շատ հետաքրքիր պատու հարուստ ծառեր են դարձել, մեկ-մեկ էլ բարձել է ընդհանրապես մոլախոտը։ Շնորհակալություն մեր հյուրին հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ, սա վերջին հանդիպումը չէ, այնպես որ ամեն ինչ առջևում է։